Փետրվարի 8-ին Ռուսաստանը ռազմական ստուգումների արդյունքում հարավային ռազմական օքրուգում հայտարարել է մարտական պատրաստականության տագնապ։ Հարավային ռազմական օքրուգի մեջ մտնող Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան ևս բերվել է պատրաստականության բարձր աստիճանի։ Երևանի պետական համալսարանում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հարավային օքրուգի այն ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Հայաստանում, նույնպես մասնակցել են միջոցառումներին։ Եթե խնդիրներ առաջադրվեն հարավային օքրուգին, որոնք որ վերաբերում են հենց մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը, ապա այդ խնդիրների մեջ մենք մասնակցությունը կունենանք։ Օհանյանը նշում է, աշխարհի բոլոր զինված ուժերը բացի իրենց պլանային առաջադրանքներից ունեն նաև հանկարծակի ստուգման պլաններ։ Նրա խոսքով ռուսական կողմի հանկարծակի ստուգումը համընկել է հայկական կողմի հանկարծակի ստուգման հետ, մասնավորապես հանկարծակի ստուգում է տեղի ունեցել զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսում։ Ռուսաստանի հարավային ռազմական օքրուգում գործողությունը տեղի է ունենում ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին։ Սեյրան Օհանյանը չի հերքում, որ նման միջոցառումները ռազմականից բացի ունեն նաև քաղաքական նշանակություն։ Այդպիսի միջոցառումները անհրաժեշտություն են զինված ուժերի այսպես մարտունակությունը, հատկապես զգոն իրավիճակը պահպանելու համար։ Իհարկե այդպիսի միջոցառումները նաև ունեն թե քաղաքական, թե ռազմական նշանակություններ։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական առաջնագծում լարվածությանը, ապա պաշտպանության նախարարի այն թույլատրել է, թեև Տավուշի մարզում կրակոցների թիվն ավելացել է։